Հարյուրավոր չեմպիոնների քաղաք Գյումրին այսօր կանգնած է լուրջ խնդրի առաջ։ Քաղաքի միակ գործող լողավազանը, որտեղ կոփվում են մեր լեգենդար մարզիկները, աշխարհի չեմպիոններ, այսօր անմխիթար վիճակում է։ 2006 թվականին մեծ շուկով բացված այս կառույցը, որ շահագործման էր հանձնվել Վարդան Ղուկասյանի քաղաքապետության օրոք, տարիների անուշադրության պատճառով հայտնվել է կրիտիկական վիճակում։ Մարզադպրոցը փակվել է, քանի որ այս պահին այնտեղ չեն կարող իրականացվել մարզումներ եւ պարապմունքներ, նաեւ մրցաշարներ, որոնք նախկինում պարբերաբար էին անցկացվում։ Լրիվ արդիականացում է պետք առաջի հերթին խողովակներից, կաթսայատնից միջև լողավազան, երկաթից խողովակները արդեն լրիվ կոռոզիայի ենթարկված։ Գյումրու քաղաքապետարանի ենթակայության ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը ըստ մեթոդիստի հիմա շատ վատ վիճակում է։ Այն շահագործելն այլևս անհնար էր։ 20 տարի առաջ շահագործման հանձնված լողավազանն անտարբերության, անիշխանության, ոլորտի եւ կոնկրետ մարզադպրոցի նկատմամբ բացակայող վերաբերմունքի հետևանքով այսօր չի շահագործվում։ Ինչպես ասում են գյումրեցիները, լողի դպրոցի խողովակներն արդիական չեն, հին են, նորերով փոխարինելու կարիք ունեն։ Նաեւ ցնցողները պետք է փոխվեն։ 2012 թվականի Գյումրիում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այս լողավազանը մի քանի տնօրեն է փոխել, սակայն սպասարկման որակը գնալով անկում է ապրել։ 10 ամիս առաջ, երբ Վարդան Ղուկասյանը կրկին ստանձնեց քաղաքի ղեկավարումը, իրենց հարազատ մարզօջախ վերադարձած աշխատակիցները տարօրինակ ու ցավալի իրականության առջև կանգնեցին։ Ջեռուցման համակարգը պարզապես գոյություն չունի։ Այն անհայտ պատճառներով ապամոնտաժվել է, տարել են մարտկոցները։ Օդափոխության համակարգն էլ էր խափանված։ Պետրոս Աբգարյանի ներկայացմամբ հանրույթի ուժերով մի կերպ համակարգն աշխատեցրել են, որպեսզի երեխաները չխեղդվեն խոնավությունից։ Լողավազանը կարիք ունի հատուկ ջեռուցման։ Մարզադպրոցը նախատեսված է միայն արագընթաց լողի համար, չունի ջրացածքի հնարավորություն, առաստաղի բարձրությունն էլ հասնում է 15 մետրի։ Հիմա ստիպված են հսկայական ծավալի, այսպես ասած, դատարկ օդ տաքացնել։ 600 խորանարդ մետր տաք ջուր է այստեղ։ 30,000 խորանարդ մետր օդային տարածքն է։ Մենք միշտ գնում ենք մրցումների, նայում ենք, այս տիպի լողավազանները, որի խորությունը 1.50-ից մինչև 1.80 է, սրան բավական է 4-ից 5 մետր բարձրությամբ առաստաղ։ Այս լողավազանը կառուցվել է Հայաստան համահայկական հիմնադրամի եւ Գյումրիի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ։ Լողարանը կենսական նշանակություն ունի քաղաքի համար։ Այստեղ են մարզվում Գյումրու բոլոր մարզաձևերի աստղերը։ Ջրային մարզաձևերի դպրոցն ունի մոտ 300 սան։ Ամռան ամիսներին սա սփյուռքահայերի սիրված վայրերից է։ Շատ քաղաքացիներ այստեղ են գալիս վերականգնողական թերապիայի համար։ Ահագին հիվանդ երեխաներ են գալիս, բուժվում են այստեղ, մեծահասակները, ով ինչ հիվանդություն ունի, առաջի հերթին բժիշկները նշանակում են լողավազան։ Հենաշարժողական ապարատի, թոկերի, սրդի, ամեն ինչի համար։ Մինչև 1988-ի երկրաշարժը Գյումրին ուներ 4 լողավազան։ Այսօր մնացել է միայն այս մեկը, որն էլ օգնության կարիք ունի։ Հայաստանի երկրորդ քաղաքն է։ Այս լողավազանից օգտվում են ամբողջ Շիրակի մարզը։ Գյուղերից գիտեք ինչքան երեխեք են գալիս լողալու այստեղ, բայց որպես երկրորդ քաղաք հանրապետության տարբերությունը ասեմ, դուք պատկերացրեք, Երևան քաղաքում գործում է 38 լողավազան, Շիրակի մարզում մի հատ։ Քաղաքներ ունենք, որ Էջմիածին, Հոկտեմբերյան, Աբովյան, Հրազդան, Դիլիջան, Իջևան մեր լողավազանից ավելի լավ արդիական լողավազաններ ունեն։ Գյումրու քաղաքապետարանն արդեն իսկ արձագանքել է հրատապ խնդրին։ Տեղական բյուջեից հատկացվել են միջոցներ եւ վերանորոգումը կիրականացվի 2 փուլով։ Առաջին փուլի համար տրամադրվել են 40 միլիոն դրամ։ Առաջիկա օրերին կհայտարարվի մրցույթ։ Նախատեսվում է մինչև գարուն ավարտել լողավազանի շենքի ներքին շին աշխատանքները։ Դրանք են ջեռուցման համակարգի կառուցում, ավազանի եւ ցնցուղարանների նորոգում։ Իսկ ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել լողավազանի տանիքի հիմնանորոգում եւ ջերմամեկուսացում։ Այս նպատակին հատկացվել է 20 միլիոն դրամ։ Կարապետյան Անրանիկը սպորտ բաժնի պետն է, մեծ ուշադրություն է դարձնում լողավազանին, որովհետեւ ինքը մեծ լումա ունի այս դպրոցի վրա։ Մեր աշակերտը Հովհաննեսը Կարապետյան առաջի սպորտի վարպետը լողի Գյումրի քաղաքի պատմության մեջ մեր տնօրենն է։ Շնորհակալ եմ բոլորին, որ վերջապես 55-60 տարվա լողի պատմության մեջ առաջի անգամ ունենք լողորդ տնօրեն։
Գյումրու քաղաքապետարանում համոզված են, որ շուտով Լողավազանի ջուրը կրկին կտաքանա ոչ միայն սպորտային եռանդից, այլև պատշաճ ջեռուցման համակարգից, իսկ սա պարզապես շենք չէ, այլ քաղաքի առողջության և ապագա չեմպիոնների տունը։